Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Թողարկման սկզբում նախ մի ողբերգական դեպքի մասին։ Արմավիրի մարզի Նորապատ Ալաշկերտ ավտոճանապարհին երեկոյան ժամը 21-ին մոտ բախվել են Nissan և Ford Մակնիշի ավտոմեքենաներ։ Դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի աջ ու ձախ հատվածներում։ Վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը մահացել է հոսպիտալացման ճանապարհին։ Մեկ ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հույս է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2026-ին Իրան նախատեսված այցի ընթացքում կստորագրվի Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյա տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ ելույթ ունենալով դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները մտել են հասունացման փուլ և կողմերը նախատեսում են ինստիտուցիոնալացնել հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակում։ Շիրղոլամին ընդգծել է, որ նախորդ տարի երկու երկրների միջև հարաբերություններում գրանցվել են կարևոր նվաճումներ։ Ծեծկրտուք ու թեժ իրարանցում Թուրքիայի խորհրդարանում իրավիճակը սրվել է կառավարության երկու նոր անդամի երթմնակալության արարողությունից առաջ։ Արդարադատության նախարար Աքին Գյուրլեյքի երթումից առաջ մի քանի պատգամավոր բողոքել են նրա թեկնածության դեմ։ Երբ Գյուրլեյքը մոտեցել է ամբիոնին, Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամները գրավել են ամբիոնը։ Իշխող խմբակցության անդամները փորձել են հեռացնել նրանց։ Լեզվակռիվը վերածվել է զանգվածային ծեծկրտուքի, արդյունքում նիստը խափանվել է։ Պատգամավորներից մեկի քիթն են կոտրել։ Խորհրդարանի խոսնակը ընդմիջում է հայտարարել, որի ավարտին նոր նախարարներն ի վերջո երդվել են և ստանձնել պաշտոնը։ Աստղային զբոսանք Երևանում ամերիկացի YouTube բլոգեր և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ջեյք Փոլը ժամանել է Հայաստան։ Նրան UFC թեթև քաշային կարգի առաջատար հավակնորդ Արման Ծառուկյանին և Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանին նկատել են Հանրապետության հրապարակում զբոսնելիս մայրաքաղաքի ռեստորաններից մեկում ավանդական հայկական ընթրիքից հետո։ Ծառուկյանը Փոլի հետ տեսանյութ է հրապարակել գրելով «Զբոսանք Երևանում լավ տրամադրությամբ»։ Իդեպ Ջեյք Փոլը վերջերս հայտնվել էր համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում։ Սոցցանցերում լայն տարածում էր գտել տեսանյութը, որտեղ նա հուզմունքից չի կարողանում զսպել արցունքները, տրիբունայից հետևելով, թե ինչպես է իր սիրելին օլիմպիական ռեկորդով նվաճում չեմպիոնի տիտղոսը։ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի Ինտերը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ 37-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, սակայն կողմերը քննարկում են Միլանյան ակումբում նրա 5-րդ մրցաշրջանը անցկացնելու հնարավորությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027-ի հունիս։ Մխիթարյանը ազատ գործակալի կարգավիճակում Ինտեր է տեղափոխվել 2022-ին Ռոմայից։ Հավելեմ, ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Այսքան այժմին կհանդիպենք ժամը 17-ին։